Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անշրջելի գործընթաց է, սակայն պետք չէ այն կապել ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նա հավաստիացրել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մնում է դաշինքի օրակարգում, չնայած բոլոր քննարկումներին։ Պաշտոնյան առաջին անգամ չէ, որ ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունները պետք չէ կապել դաշինքի նրա անդամակցության հետ։ Երբ մենք ասում ենք, որ Ուկրաինան մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք չենք խոստանում, որ դա կլինի խաղաղության համաձայնագրի մի մասը, ընդգծել է Ռյուտեն։ Ֆրանսիայի նախագահը եւ Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել Ելիսեյան պալատի տվյալով։ Էմանուել Մակրոնը հաստատել է աջակցությունն Իսրայելի անվտանգությանը, ընդգծել Համասի մոտ պահվող պատանդների ազատ արձակման եւ պաղեստինյան շարժման ապառազմականացման կարեւորությունը։ Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել, բացել անցակետերը եւ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել քաղաքական լուծման երկու պետություն բանաձևով։ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը նույնպես Մակրոնի հետ զրույցի վերաբերյալ ամփոփիչ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Իսրայելի վարչապետը դեմ է արտահայտվել պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարին։ Նեթանյահուի խոսքով դա մեծ նվեր կլինի ահաբեկիչներին։ Տարածաշրջանային դերակատարները չպետք է փորձարկեն Թուրքիայի համբերությունը Սիրիայում, Անկարան թույլ չի տա, որ Սիրիան մասնատվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ովքեր Սիրիային թույլ չտան հասնել խաղաղության եւ կայունության, մենք դուրս կգանք նրանց դեմ եւ կկանգնենք Սիրիայի կառավարության կողքին։ Դեկտեմբերի 8-ի հեղափոխությամբ այս երկրում սկսվեց նոր դարաշրջան, երբ Սիրիան վերականգնվի ու գտնի կայունություն ու խաղաղություն, մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդները կշահեն, ասել է Թուրքիայի ղեկավարը։ Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է ապրիլի 11-ին Օմանում միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի եւ Թեհրանի ներկայացուցիչների հանդիպմանը։ Ալի Խամենեին նշել է, բանակցությունների արդյունքում Թեհրանը ոչ չափից դուրս լավատես է, ոչ էլ հոռետես։ Իհարկե, հոռետես ենք ամերիկյան կողմի նկատմամբ, բայց լավատես են, երբ խոսքը մեր հնարավորությունների մասին է, նշել է նա։ Խամենեիի խոսքով միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն։ Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում ապրիլի 19-ին։ Հոնկոնգի փոստային ծառայությունը դադարեցնում է ԱՄՆ-ից եւ դեպի ԱՄՆ ուղարկվող փաթեթների առաքման ծառայությունները։ Հոնկոնգի կառավարության հայտարարության համաձայն այդ քայլը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անցած շաբաթ կայացրած որոշման հետ, որով վերացվել է Հոնկոնգից ԱՄՆ ուղարկվող փոստային առաքանիների համար սահմանված դե մինիմիս բացառությունը։ Հոնկոնգի կառավարության պարզաբանմամբ փոստային ծառայությունն արդեն դադարեցրել է ծովային ճանապարհով առաքվող փաթեթների ընդունումը, իսկ օդային փոխադրումներով ուղարկվող փաթեթների ընդունումը կդադարեցվի ապրիլի 27-ից։ Հիշեցնենք, ապրիլի 8-ին նախագահ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որի համաձայն եռապատկվել են Չինաստանից, այդ թվում Հոնկոնգից ԱՄՆ արտահանվող $800-ից ցածր արժեք ունեցող ապրանքների մաքսատուրքերը։ Մինչ այդ այս տեսակի առաքանիները ազատված էին մաքսատուրքերից։